բոլորիդ պատասխանես հոլովակով տալիս եմ։ Թողեք այդ տղուն մի 10 օր հանգիստ, միտքը հասկանա ինչ ա լինում, ամեն ինչն է կտեղեկացվի։ Այսօր խոսել եմ Վարդանիկի ընտանիքի անդամների հետ, եղբորի հետ, մնացածի հետ, էլի չմահարանամ։ Ու շատ բաներ եմ իմացել։ Ես չգիտեմ ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, ես հիմա ձեզ բոլորը կտեղեկացնեմ։ Ես ոնց աղքյանքս մաքուր կամ, տես մաքուր կմնամ, ու բոլորիդ խոր կտամ ձեր կյանքում մաքուր ապրեք, ու հետո ձեր գովեստի խոսքերը մարդկությունից պետք չի, Աստված ձեր գովեստի խոսքերը ձեզ կուղարկի ու ձեր ընտանիքների դիմաց։ Ուրեմն հայացք, Վարդանիկի բացի ինսուլտը որ խփել է այդ տղուն, Վարդանիկի մոտ գլխուղեղի մեջ այդ թելը որ սնուցում է, զրամողջունից միլիմետր է, ավելի շատ պրոբլեմ է էդի է հիմա։ Հիմա ոչ փողը, ոչ բաները դրեք սաղ մի կողմ։ Այդ ընտանիքի խնդրանքը, որ հանգիստ է հիմա պետք է տղուն պետք։ Այդ տղուն հանգիստ է պետք։ Երրորդ անգամ եմ ասում, Աստված միշտ երրորդությունն է սիրում։ Այդ տղուն հանգիստ է պետք։ Մի գնացեք, մի զանգեք, մի զզվցրեք, մի զանգեք ճորթված, ապե բան մեռնեմ սրտիդ Վարդանիկ ջան, աղբեր մենք, մեր աղբերներ ունենք գողական բերդ, ինչ երեք զանգել խոսացել, էդի չերեք զանգել ասել այդ տղուն միտքը պիտի հանգստանա, գլուխը պիտի հանգստանա, իրա մտածելակերպը որ գա, ինքը շատ լավ մտածում է, շատ լավ գիտի, բայց այդ ամեն ինչը պետք է կոնտրոլ անի, չի կարում կոնտրոլ անի։ Հասկանում եք, այդ տղու գլխուղը պետք է հանգստանա, հանգիստ, մարմինը, հոգին, միտքը պիտի հանգիստ լինի, որ կազդուրվի, ինքը պատրաստ լինի գնա բժշկի։ Հիմա իր մոտը մշուշ է, ինքը մտածում որ ժողովրդին դիմել է, ժողովրդին, ինքը չի ուզում ժողովրդից, որ իրան ուզում են օգնեն, անտեսված լինեն, ինքը ուզում է բոլորին էլ պատասխանի, բայց մենք պիտի գիտակից լինենք, մենք ասածը մենք գիտակից ենք, դուք, դլա դեբիլներ, մի զզվցրեք այդ տղուն, մի զանգեք ճորթվեք, մի կուրաժի տեղեք, հլը բլոգերների թեման չեմ արադարնում, բաներ ա եկել ինձի, բլոգերը խինձի, բանխին նրան բանարա, հարգելի հայ ժողովուրդ, Վարդանիկի ընտանիքի խնդրանքը, պետք է Վարդանիկին հիմա հանգիստ, տան մոտ մի գնացեք հավաքվեք, մի գնացեք եկեք, մի գնացեք փորձեք բան իմանալ, ինձ էլ եք շատ զանգում, ենք ուզում ենք ընկերներով գնանք տենանք, գումարային հարցերն ինչ որ ուզում եք Վարդանիկի ձեր աջակցությունը հայտնեք, ես կստանամ իր ընտանիքից այդ հաշվի համարը, կտեղադրեմ իմ էջում, կտեղադրեք ձեր փողերը իր հաշվի համարին, ովքեր որ սրտած ցանկանում են օգնել այդ տղուն։ Մնացածը չեկենել կուղարկեք ինձի։ Հիմա նախնական իրան պետք է հանգիստ, հայացք, իսկ թող Աստված առաջ